Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում Նորոն բացահայտելով ճշմարտությունը հասկանում է, որ հետդարձի ճանապարհ այլևս չկա։ Նրա ներսում ծանվում է միայն մեկ նպատակ՝ վերջ տալ այն կապին, որը մի պահ իրեն երջանկացրել էր, բայց հիմա վերածվել է ցավալի անանց հարվածի։ Նա գնում է Մագդայի հետ հանդիպման, ոչ թե հաշտվելու, ոչ թե խոսելու, այլ վերջնականապես փակելու բոլոր դռները, որոնք տանում էին դեպի Մագդա։ Նորոն խոսում է կոշտ, սուր, անզիջում։ Նրա խոսքերը կտրուկ են, լարված և կործանարար։ Նա բարձրացնում է ձայնը, կարծես այդ աղմուկով փորձում է գլխից դուրս շպրտել այն ցավը, որ ծնվել է Էլիզի պահած գաղտնիքի պատճառով։ Իսկ խեղճ Մագդան չգիտի ինչ է կատարվում։ Նա ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչու իրեն մեղադրում են այն բանում, որի մասին պատկերացում անգամ չուներ։ Հանդիպման վերջում Նորոն ասում է ամենածանր բանը։ Ասում է, որ չի սիրում Մագդային, և սիրելը երբեք ստիպողաբար չի լինում։ Մագդան շփոթված է։ Նա ասում է, որ ոչինչ չի ստիպել, որ իրեն թվում էր իրեն զգացմունքները երկկողմանի էին։ Բայց Նորոն մնում է անտարբեր և հաստատում է, որ իրենց միջև ոչինչ չկա և չի կարող լինել։ Այս ամենը Մագդայի համար դառնում է սրտի ամենախորը մասում ցավ առաջացնող հարված։ Իսկ Նորոն հեռանում է, այդ պահին արդեն ներսից ամբողջովին սնանկացած։ Հանդիպումից հետո նրա հոգեվիճակը այնքան ծանր է, որ նա ուղղվում է Էդոյի մոտ։ Պատմում է ամեն բան, ինչպես է խոսել, ինչ խոսքեր է ասել և ինչքան կոպիտ է եղել Մագդայի հանդեպ։ Էդոն լսում է խոր ցավով և հուզմունքով։ Նա հիշեցնում է Նորոյին, որ Մագդան ընդամենը 14 տարեկան էր, երբ Արշակը ամուսնացել է, և որ աղջիկը ոչ մի մեղք չունի այս պատմության մեջ։ Բայց Նորոն արդեն իր որոշումը կայացրել է։ Նա ասում է, որ իրենց միջև երբեք ոչինչ չի կարող լինել և ինքն այդ քայլով միանգամից կտրել է ցանկացած ապագայի հնարավորություն։ Նա ուզում էր այնպես անել, որ Մագդան իրեն այլևս չսպասի, որ զգացմունքները ոչ մի օր չդառնան նորից ցավի պատճառ։ Արդեն ուշ երեկոյան Նորոն վերադառնում է տուն։ Եվ հենց այնտեղ է, որ պատահական իմանում է մի նոր, դաժան ճշմարտություն։ Տատիկը վաղուց տեղյակ է եղել ամեն ինչից։ Նա իմացել է, թե որտեղ է աշխատում Էլիզը, ինչ մտադրություններ ունի, ինչ քայլերի է պատրաստ, և ոչ միայն լռել է, այլ փաստացի աջակցել է այդ ամենին։ Նորոն ապշում է։ Նրա համար սա դառնում է երկրորդ դավաճանություն, ավերված վստահության հերթական հարված։ Նա չի կարողանում հասկանալ ինչու են տատիկն ու Էլիզա առաջնորդվել այդքան վտանգավոր ճանապարհով։ Տատիկը փորձում է արդարացնել Էլիզին, կրկնելով, որ Արշակը պետք է պատասխան տա։ Բայց Նորոն աջորդ պահին արդեն չի կարող պահել իրեն։ Նա ասում է, թե ինչի են ուզում հասնել, ինչու են այնպես անում, որ իրեն դրդեն հանցանքի, որպեսզի ինքը գնա և վնասի Արշակին։ Նրա խոսքերը դառնում են բարձր, ծանր, շնչակտուր։ Նա գոռում է ոչ թե տատիկի, այլ իր կոտրված կյանքի վրա։ Նա ասում է ամեն բան, շրջվում է և դուրս է գալիս տնից, խարխլված հոգեվիճակով։ Տանը մնում է տատիկը, հոնգուր լացելով, որովհետև հիմա արդեն պարզ է, այս պատմության մեջ ոչ ոք չի մնացել անվնաս։ Հարգելի հետևորդներ, արդյոք Նորոն կփորձի հանդիպում փնտրել Արշակի հետ։ Գրեք մեկնաբանություն։